Դիդոս 2:11 և 12 համարներ ընթերցեմ, քանզի Աստուծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց հայտնի եղավ։ Եվ Աստված մեզ գբադվիրե, մեզ գխրադե, գսորվեցնե, գուղորդե, որբեսի ամփարշտությունն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով ու արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Յուրաքանչյուր նվեր, բարգև, որ Աստված մարդկությանը գփաշխի անվճար, զուգահեռաբար այդ բարգևի, այդ մեզ ստացած նվերի բարգևի հետ զուգահեռաբար հավասար մեր վրա գինը պատասխանատվությունը։ Աստված մեզի նվեր մգուտա, հենց տվեց այդ նվերի հետ միասին պատասխանատվություն մգուտա։ Ինչ է պատասխանատվությունը։ Հովիկ տղաս անունը քեզ այս նվերն եմ տալիս այն պայմանով կամ քո պատասխանատվությունն է ինձ մե ստացած նվերը հարիր ծևով տնտեսել, օգտագործել, շահագործել։ Every gift of God comes with a responsibility to maintain what He has placed in our hands. Եվ սկզբանե Աստված այս ուղղակիցն է մեր առաջ դրել։ Ծննդոցից Աստվածաշնչի առաջին դեպքից Աստված 6 օրվա մեջ ամբողջ աշխարհը ստեղծեց, պատմությունը գիտենք։ Ավարտել է այդ բոլորը հանձնեց որպես նվեր Ադամին տվեց եւ Եվային։ Նվեր։ Վաու, ամբողջ աշխարհը որ գտեսնենք, ամբողջ այս աշխարհը բռնեց ասած Ադամ Եվա ցեզի նվեր մգուտամ։ Հենց Աստված այս աշխարհը քեղեցիկ ստեղծագործությունը դվեց Ադամին, զուգահեռաբար ինչ ասեց, Երգիրը մշակեցեք, Երգիրը աճեցրեք, Երգիրը լցրեք, Երգիրը զարգացրեք, հողը, այս ամբողջ Երգիրը անասունները ցեզու, բայց դուք պիտի զարգացնեք, պիտի մշակեք, պիտի բահեք։ Ադամ ոչ մի բան արեց երկրի ստեղծագործության մեջ։ Ադամ չվաստակեց այս աշխարհը։ Ադամ չարժանացավ այս աշխարհին։ Ադամը բարձրապես ստացավ։ Պատասխանատվությունը ստանցնեց։ Ցրիապար, որով Աստված դալիս, ինչպես ասած, միմա մշակիր երգիրը։ Մշակիր երգիրը։ Աստված քեզի մեր կյանքում մեծակույն նվերը ինչ է, շատ աջակ գսենք, կյանքը, շունչը, որ գշնչենք, կյանքը, որ գա մեր մեջ, քո մեջ կենսունակ ես, ապրում ես, շնչում ես, այդ կյանքը նվեր է Աստծո։ Մենք ոչ մի բան արեցինք, որպեսզի կյանքին արժանանանք, կյանք վաստակենք, երբ է կյանքը նվեր դրվեց քեզ եւ ինձի։ Բայց Աստված հենց կյանքը տալիս է մեզնից պահանջում է, որ այդ կյանքը ապրենք իմաստալից ձևով։ Կյանքը մշակենք, մարմինը, որ մենք ունենք, այս քեղեցիկ մարմինները, որ ունենք, վայելում ենք, Աստված սրի տվեց, բայց մենք պարտավոր ենք այս մարմինը տնտեսել։
Եվ ծննդոցից հայտնություն փյուրավոր օրինակներ կան, մեր առօրյա կյանքում փյուրավոր օրինակներ կան, տիմիկներս ամեն ինչ որ մենք ունենք նվեր է, գողագիցս ինձի նվեր է, ես նրան նվեր եմ, զույգեր դուք նվեր եք իրարու, մենք բարդավոր ենք մշակել, դնդեսել, բահել այդ նվերը, երբ գցախողինք մեր բարդականության մեջ ամուսնալուծություն դեղի կունենա, շատ բարձ և գդրուկ, ուրեմն ամեն ինչ մեր կյանքում, ինչ Աստված դալիս է մեզ, զուգահեռաբար մեզ պահանջում է, որ այդ մեր ստացած նվերը մենք դնդեսենք, բահենք և առաջ տանենք։ Այն ինչ իմ այստեղ ընթերցեցի Դիդոս 2:11 և 12, վասնզի Աստծո փրկարար շնորհքը, փրկությունը բոլոր մարդոց դրվեցավ։ Վասնզի Աստուծո փրկարար շնորհքը ծրիապար բոլորին դրվեց։ Բայց հաջորդ համար ինչ կսե, բայց նա մեզ կբադվիրե, մեզի կսորվեցնե, մեզի կխրադե, մեզի կուղորդե, որպեսզի այն ինչ որ մենք ստացանք բարեպաշտությամբ, սրբությամբ, արդարությամբ հոգ տանենք, մշակենք այն։ Ծրի փրկություն, անվճար փրկություն, թանկ է սրբությունը։ Այդ պիտի անտրենա ինչ կնշանակի սրբություն, այդ բահբանելը, այդ մեր ստացած փրկությունը մշակել եւ դրանով ապրելը թանկ հաճույք է։ Մեր վրա գինա դա։ Շատեր աշխարհիկ մարդիկ, անոնք որոնք դեռևս փրկության շնորհքի մեջ չեն, եւ նաեւ այդպիսի այդ խումբի մարդկանց հետ նաեւ բազում հավատացյալներ, քրիստոնյաներ, որոնք ապաշխարությամբ, վերստին ծնունդով Քրիստոսի շնորհքի մեջ եկան, ուրեմն բազում մարդիկ կարծում են, կամ շատեր ապաշխարեցին, փրկությունը ստացան զուտ որպես միջոց Աստուծո փրկությունից ազատագրվելու։ Միայն ապաշխարեմ, որպեսզի թժող չերտամ։ Գաբաշխարեմ դեր, գանցնեմ գանգսկեզի, որպեսզի քո արտար թադաստանից ազատագրվեմ։ Քո բադիժներից ետ մնամ։ Թժող չգնամ։ Հիմա անշուշտ փրկությունը, ապաշխարությունը իհարկե, այս բարը լավն է, չէ՞ սամ եղբայր, իհարկե, իհարկե լավ բառ է, չէ՞, իհարկե, ուրեմն իհարկե, որ այս բոլորը փրկության փակեջի հետ կուքա, Աստված գազադակրե մեզ թժողքից, թադաստանից, բադիժից, բնականաբար իհարկե, բայց Աստուծո քեզ եւ ինձ փրկելու մտադրությունը դա չէր։ Աստված մեզ չփրկեց, որպեսզի միայն թժողկեմ, թադաստանին եւ բադիժեմ բայ, երբեք նրա մտադրությունը շատ ավելի վեհ եւ խորն էր։ Մեզ փրկեց նպատակի համար։ Եվ ինչ է Աստուծո մեզ փրկելուն քերակույն նպատակը։ Ինչու համար Աստված այս փրկակորձությունը բերեց։ Քերակույն նպատակ ունի։ Ինչ է դա իր որդվին Հիսուս Քրիստոսին, ում միջոցով մեզ փրկեց, անոր նման դարձնի մեզ։ Առաջին դարու քրիստոնյաները Անդիոքում քրիստոնյա անվանվեցին, գսե Աստվածաշնչում։ Քրիստոնյա բառը Աստվածաշնչի մեջ գործ կարակելուցի մեջ կանտիմին, եթե չեմ սխալվում 11-րդ գլխում գործ կարակելուցի, գսե եւ ոն առաջին անգամ լինելով գսե աշակերտները քրիստոնյա անվանվեցան։ Գիտեք ինչու քրիստոնյա անվանեցին։ Որովհետեւ ոչ միայն 12 աշակերտներու մասին է խոսքը, այլ բոլոր անոնք, որ Հիսուսին սկսան հետևել, նրանք Հիսուսի նման էին։ Այնքան նմանություն կար Հիսուսի մտածելակերպին, քայլվածքին, խորհելակերպին, ջաշակին,
արդակին եւ ներքին առաքինություններին, որին ասոնք այդ Քրիստոսի նման են, որում մենք խաչեցին։ Իսկ նույնը նման, որ ասում քրիստոսյաններ են, քրիստոնյա են ասոնք։ Ճիշտ այս էր Աստուծո մարդկությունը փրկելու քերակույն supreme purpose, որ Քրիստոսներ փոքր այսպես արդատրե երկրի վրա։ Քրիստոսի գերբարանափոխն անարակյալը գսե գաղաչիմ ցեզի Աստուծո նմանող եղեք ինչպես ես ալ։ Ուրիշ դեմսե որբեսի Քրիստոսի լման հասակի չափ ունենա, ուրեմն Աստծո մեզ փրկերուն նպատակը intention-ը մտածությունը ոչ թե թժողքեն, տադաստանեն, բադիժեն, no, այլ որբեսի Քրիստոսի նման դարձնե։ Եվ հենց այս Քրիստոսի նման դարձնելու գերբարանափոխելու process-ը գործընթացը գոչվում է սրբակորձության գործընթաց։ Սրբությունը որ գսենք ճիշտ այսօր գագնարգե Քրիստոսի նման լինել։ Քրիստոսի նման վերագենտան փոխված, որովհետև ավետարանը ոչ միայն մեղքերու թողության, քավության մասին է, այլ վերանորոգման, գերբարանափոխման մասին է, սրբության մասին է, ոչ միայն արդար հրճագել մեղավորին, այլ արդար հրճագված մեղավորին Աստծո նման ամփոխչական եւ սուրբ դարձնել։ Holy երկու նշանակություն ունի, holy սուրբ եւ նշանակը WHO նշանակը ամփոխչական, holy եւ holy նույն բառն է, aios բառն է, որ նշանակը ամփոխչական լինել, complete ամփոխչական, telios հունարեն բառը, ամփոխչական լինես։ Այն նպատակը, որ համար քեզ ստեղծեցի, անգման մեջ ինգար, եւ փրկությունը դվի իր նպատակին ծառայ քեզ ամփոխչական Քրիստոսի նման լինել։ Քրիստոսի կատարյալ հասակն ունենալ։ Այս է սրբակորձության կերակույն նպատակը։ Հիմա շատ հաճախ, երբ որ սրբության մասին գխոսենք, երբ սրբություն գսենք, մարդկանց մտքերում առաջին գարձիկը դպավորություն հասկացողությունն է, ուրեմն եթե սուրբ է, դու պետք է մեգուսացված լինես։ Անոնհամար 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դարերում սրբությունը ուրիշ տեսակ կընկալված էր, որ եթե դու չես կարող ժողովրդի մեջ ապրել, հասարակության մեջ ապրել, պիտի դու մեգուսան անաբատները գնաս, սարերի վրա մեգուսանաս։ Պատմության մեջ մենք անտիվինք Եգիպտացի մոնկը, եթե չեմ սխալվում, 37 դարի ծարիմը վրա ապրեցավ մեգուսացված։ Դուն մշին ծարի, հոնդը ապրեցավ, հոն գուդեր, ամեն հոներ, որ ինքը սուրբ է, չեմ գարած ինքս մեղավորներուտ հետ ես, դուք մեղավոր եք, դուք միղծեք, ես սուրբ եմ, որ մեգուսած, Աստուծո մտադրությունը մեզ փրկելու եւ սրբացման գործընթացին դանելու ոչ թե մեգուսացված կյանք ապրելն է երբեք, այսօր է տնել չէ, այլ մեզ դարձնել ավելի դրամատրելի։ Ոչ թե isolation, այլ availability, ոչ թե մեգուսացում, այլ դրամատրված պիտի լինես դու ավելի շատ, հասանելի պիտի լինեմ։ Այսօր ինչ կան գանտիբին, նույնիսկ եկեղեցիներում, հավատացյալներ, որ մեգուսացված են, available չեն, approachable չեն, հասանելի չեն, դրամատրելի չեն, բատնեշներ կան, այդ բատնեշները անցնել է, ետն է, որ կարող է, եթե ընդունեն քեզ հասանելի դառնան։ Հավատացյալները շատ դժվար է նրանց հասնել։ Կարող է ֆիզիկապես կողքին է, բայց դժվար է հասնել դրան։ Մեգուսացվել են,
Հավատալով, որ այդ մեգուսացումը իրենց սրբացման կդանի, բայց ճիշտ հակառակն է, Աստված մեզ չի սրբացնի, որբեսի մեզ մեգուսացնի, այլ Աստուծո սրբագործության նպատակն է, որ ինձ դարձնի ավելի հասանելի, դրամատրելի։ Ուրիշ մի բան էլ կա, ցավոք սրտի ագանադես կլանք եկեղեցիներում պատմության մեջ եւ շարունակվում է, որ սուրբ կնշանակե, այսինքն անոնք որոնք սրբության ջամփու մեջ կուզեն մտնել կամ կուզեն սուրբ լալ, անոնց մոտ սկսում են նկատվել դարօրինակ երևույթներ, strange, դարօրինակ երևույթներ եւ այլևս բացարձակապես անհպվելի են, դու չես կարող իրենց հպվել։ Բայց դա չէ սրբությունը։ Սրբությունը Աստուծո նման լինելու նպատակ է դա մնտե, ասի անոր սերը, անոր ողորմությունը, նրա գութը, անոր բարեխղճությունը հասանելի եւ հասկանալի դարձնել աշխարհի մեջ, որուն գարիկն ունին։ Աշխարհը մեր գարիկն ունի, քո գարիկն ունի, իմ գարիկն ունի։ Մենք այստեղ ենք, որով Աստված մեզ դրել է հոնգսե, երկու անգամ կսե, այս աշխարհի մեջ կսե, բիդաբրիկ բարեպաշտությամբ, մակրությամբ, արդարությամբ, բարեխորձությամբ, այս աշխարհի մեջ կսե, որտեղ երկնքներու մեջ, օթերի մեջ, կուդունիտ մեջ, զարերու վրա, նո։ Սա կնշանակի, որ այս աշխարհի մեջ Աստված մեզ փրկեց, այս աշխարհի մեջ եւ որ մեզ գսրբացնեն, որովհետեւ աշխարհը պետք ունի քո եւ իմ գարիկ։ Այսինքն Աստուծո սերը փոխանցելով, ողորմությունը, գթարադությունը, մարդիկ քեզ եւ ինձ նայելով պետք է Աստուծո ինչ որ հոդ առնեն։ Փամ մանգ ասում են ուրիշ փամ մանգա։ Վերջը սրբությունը ինչ կնշանակի լինել ուրիշ, լինել դարբեր։ The otherness of God is his holiness. God's holiness is his otherness. Ուրիշ է նա։ Եվ Աստված կուզում է մենք ուրիշ լինենք, դարբեր լինենք, ջոկվող լինենք։ Մեզ հետ շփվողը պիտի զգա որ վերջերս ամեն օր նամակներ կստանամ Facebook-ի Messenger, կես անհատական նամակներ կուղարկեն։ Մեկը նամակ մկրեց, գիտեք, նաև շաբաթը մեկ-երկու անգամ գարչ պատգամներ գտնեմ հորտորներ, որոնք աստվածաշնչյան հիմք ունեն։ Առանց աստվածաշնչյան համար դալու կամ Աստծո անունը դալու մենք կարող ենք հասանելի դարձնել Աստծո պատգամը։ Դա ուրիշ ռազմավարություն է, ուրեմն կբացատրեմ։ Հիմա, ուրեմն այդ գարչ պատգամները որ գրեմ, մեկը երդասարտ հավանաբար Հայաստանից էր գրեց, ասեց Բարոն Հալաջյանը սավ, ես հետևում եմ ձեր այս գաչ պատգամներին, շատ հետաքրքրական է, շատ ուսանողական է եւ այլն, սա որ, բայց Աստուծո անունն եք մեկ-մեկ դալիս, կամ ձեր պատգամի մեջ տեսնում եմ հոգևոր արժեքներ եւ գրեց հարցը, արդյոք դուք հոգևորական եք կամ քրիստոնյա եք։ Ինչ որ պետք է պատասխանեցի։ Այսինքն ուրախանում եմ, որովհետև դեր անարժանիս միջոցով հասանելի դարձուցիր քո դեմքը, քո հոդը արան այս անարժանի միջոցով, շատ դահաճ հոդեր ունեմ, բայց դեր գուզեմ որ քո հոդը սպրող լինեմ։ Եվ որ դա գտեսնենք, ուրախություն կպատճառի մեզ, Աստծո փառք կբերի եւ մարդիկ կտեսնեն, որ այս է Աստուծո նպատակը, որ մենք լինենք հասանալի։ Հիմա գլխավոր ներողություն, գլխավոր փանալի դարբերությունը փրկության եւ սրբության։ Փրկությունը այն գործողությունն է, որ Աստված է անում մեղավորի համար, մեզ համար։ Սրբությունը
այն գործողությունն է, որ մենք ենք անում Աստծո համար։ Փրկությունը Աստված կնե, բաժին չունենք, սրբությունը մենք պիտի անենք, ես պիտի անեմ։ Անշուշտ Սուրբ Հոգվի ներգործողությամբ, խոսքի միջամտությամբ, անշուշտ, բայց ես պիտի քայլը անեմ։ Նվիրումը, հիմա պիտի տեսնենք ինչու համար թանկ է սրբությունը եւ ինչ կնշանակե թանկ լինել, ինչ գենթատրե թանկ լինել սրբության։ Հինգ քայլեր կան, որոնք թանկ քին կբանջեն կամ սրբության հասնելու հինգ վճարվելիք մեր քները, գնացուցակը այսպես ասենք, գլխավոր։ Առաջին սրբությունը կբանջե գինը, առաջին գինը self denial, ինքնուրացում։ Հիսուս ինչ ասավ, ով որ գուզե, նախ Հիսուս ասավ, ինձ եկեք հոգնած եւ բեռնավորվածներ գարթացինք, չէ՞։ Հոգնածներ, բեռնավորվածներ, մեղավորներ, գործվածներ գհրավիր է Հիսուս։ Եկեք։ Հիմա ով որ գուքա, անոնց ուրիշ պատկամ ունի հիմա։ Հիմա ով որ հիմա որ եկել եք, ով որ գուզե հիմա ինձի հետևիլ, ինչ է կինը, խաչը բիդարնես, քո խաչը բիդարնես, բիդի շալագես եւ քո անձը այդ քո գրած խաչից վրա բիդի խաչես։ Քո անձը խաչը բիդի հանես։ Արաքելն այդպես է։ Քրիստոսի հետ խաչը ելա։ Այլևս գաբրիմ ոչ թե ես, այլ Քրիստոս գաբրի իմ մեջ։ Քրիստոս մերավ խաչի վրա, որովհետեւ նա աբրի իմ մեջ։ Մենք հիմա խաչը գելենք, որ ես մեռնեմ ու Քրիստոս աբրի իմ մեջ։ Այս է քրիստոնեության հիմքը։ Եթե ես չհասկանամ այս լոկ մի կարևոր աստվածաբանական փրկապանության ճշմարտությունը, մնացածը բոլոր խախուտ հիմքի վրա կկառուցվի։ Ինքնուրացում Ղուկաս 9:23 ով որ գուզե ինձի հետևիլ իր անձը թողուրանա եւ իր խաչը ամեն օր վերցնե ու իմ ետևես կա ամեն օր խաչ գրել մգա իմ ամեն մեկուս խաչերը դարբեր են ադո վրա չխորանանք սրբակորձումը հաջող բանջում է հրաժարվել անձնական անհատական ցանկություններից հարմարավետություններից եւ սովորություններից, որոնք հագասում են Աստծո կամքին։ Ոչ ամեն ինչ։ Այնպիսի սովորություններ, այնպիսի հարմարավետություններ, այնպիսի, որոնք հագասում են Աստծո կամքին։ Եվ այս ճանապարհորդությունը սրբակորձման շատ հաճախ կարող է լինել եւ շատ հաճախ կարող է շատ թանկ քին վճարելու առաջ կանգնեցնի մեզ։ Ուրեմն առաջին քայլը ինքնուրացում, երկրորդ քինը սրբության աշակերտությունն է, discipleship։ Հիսուս երբեք իր աշակերտներուն եւ իր հիմնադրվելիք եկեղեցվո առաջնորդներին, երբեք չասաց գնացեք եւ անդամներ շատցուցեք, եկեղեցու անդամներ ըրեք, ինչ սա, կացեք եւ աշակերտներ պատրաստեցեք։ Jesus never said go and make members. He said go and make disciples. Որովհետև այս աշակերտության գաղափարի դիրքորոշման մեջ է, որով սրբակորձությունը կարող է իրականանալ։ Սրբացման այս արշավը բանջում է անհատի անվերաբար աշակերտ լինելու դիրքորոշումը, մտադրությունը։ Ինչպես պիտի սրբանամ ես։ Դավիթ կսե քո խոսքիդ համեմատ
Աստծո խոսքի ջուրը սրբացնում է մեզ, մաքրում է մեզ։ Պետք է ճանչնամ Աստուծո միտքը, Աստուծո սիրտը իր խոսքի միջոցով գճանչնամ ով է Աստված եւ ասիկա գոկնե ինձի նախ գճանչնամ ով է նա, երկրորդ որպես հայլի ցույց կտա ով եմ ես, երրորդ հետին ոչ միայն ցույց կտա ինձ, այլ գոկնե ինձ լինել նրա նման ով ճանաչեցի։ Ուրեմն բայց այս բոլորը աշակերտությամբ կնեն discipleship Եվ սուրբ լինելու գործընթացը խստորեն կբանջի անհատի անվերաբար աշակերտ լինելու մտադրությունը։ Աստծո խոսքը ուսումնասիրել, աղոթքի կյանքը, սերտողության կյանքը, իր եկեղեցական կյանքը եւ շատ հաճախ կարող է սա շատ դժվար լինել։ Բայց այս այնքինը, որ պետք է վճարեմ, պետք է լինեմ պատրաստական վճարելու սրբության համար։ Որ Հիսուս խաչին վրա չմահացավ եկեղեցու նստարանները անդամներով լցնելու։ Ինքը մերավ զոհվեց, որպեսզի աշակերտներ արդատրի։ Ոչ թե հաջախողներ, այլ գերբարանափոխված մարդիկ։ Ոչ թե անդամներ, այլ նվիրյալներ, շատ անդամներ ունեն եկեղեցիներ, բայց քիչ են նվիրվածները, քիչ են, եւ ադոր համար այսօր եկեղեցիները դարաբում են, անդամները նստողներն են, աշակերտները հետևողներն են, անդամները հաջախող են, աշակերտները հնազանդվող են, անդամները հավատացող են, աշակերտները գերբարանափոխվողներն են եւ շարքը կարող է գնալ։ Երրորդ գինը զոհողություն։ Սրբացումը բանջում է նաեւ հրաժարվել որոշակի աշխարհիկ հաճույքներից եւ հարաբերություններից, ընկերակցություններից, որոնք խոչընդոտում են մեր հոգեվոր ընթացքը։ Սրբացման ընթացքը, գիտեք, Հայաստանում ալեվ շատ տեղեր, երբ որ բադանիների կամ երդասարտների հանդիպում եմ, ընկեր, ընկերուի, girlfriend, boyfriend, կսեն ինչ պիտի ենք, պետք է ընկերանանք, կսեմ նայեցեք։ Մեր ճամփան աշխարհի հետ նաև մի ճանապարհով է սկսում։ Գնում ենք ընկերներ ունենք, բարեկամներ ունենք, հարազատներ ունենք, գործընկերներ ունենք, մի ճամփայով կարող ենք գնալ, եւ պետք է գնանք։ Գնում ենք միասին, բայց դեղ մը գասնի, որ ճամփան երկուքի է բաժանվում։ Հոն է որ դու որոշում պիտի կայացնես։ Հոն է որ դու պիտի պատրաստական լինես քին վճարել վասն Քրիստոսի վասն հավատքիդ։ Եթե ուզում ես գնալ սրբության ճանապարհով, Աստուծո ճանապարհով, ուզես կամ չուզես դու պիտի բաժանվել, անում Հիսուս բազում դեղեր, հի Աստվածաշունչը ավելի շատ կխոսի բաժանման մասին կամ մոդիկացման մասին։ Ընկերության մասին, եթե դա Աստծո կամքի հակառակ է։ Որը չար ընկերակցությունը գսե բարի վարքը ապագանում է։ Ինչքան էլ բարի լինես, ինչքան էլ լինես արդար, եթե դու ամբողջ օրը չրչաբատված է ամփարդավանների, մեղավորների, որոնց ճամփան թեպի գոր, իրենց հետ է շփվում, ընկերանում, սեղան նստում, հատ միշտ ադեպ, ուզես պիտի ազդվես։ Պիտի ազդվես, անոմա գսե չար ընկերակցությունը բարի վարքը գաբական է, չգա համարմը, որ գսե բարի վարքը չար ընկերակցությունը կփրկե, դման համար չգա, չենք հանդիպում։ Շատ դժվար է, աշխարհի սիստեմին հակառակ է դա։ Հոս է որ պիտի զոհողություն եմ, ընկերներ կան, որոնք պիտի ցես բայ, հաջողություն, չեմ կարա։ Չեմ կարա գնալ այն տեղերը, որ դուք գնում եք, չեմ կարող անել այն, ինչ դուք չեմ կարա։ Սիրում եմ քեզ, հարգում եմ քեզ, հրաշալի փորձառություն ունեցանք միջը, բայց այլես չեմ կարող հարադեվել։ Բայց ասիկա ասելու համար պիտի դղամարդ լինես, ողնաշար ունենաս քրիստոնյա կյանքիդ մեջ։ Որը քինգը բանջի։ Մի վախնար ընկերներ գործունելուց։ Որով իրական ընկերը նա է, ով երբեք չի հագատրի, չի հագասի աստվածային արժեքներին,
մարդկային իրական արժեքներին։ Եթե իմ ընկերս պիտի հագաճարի եւ ինձնից նեղանա, որով ես այսպիսի արժեքների հագամետեմ, ուրեմն բայ։ Չորրորդը հարադեվողականության քինը բանջում է սրբության կյանքը։ Հոգևոր աճը, սրբության կյանքը հեշտ չէ։ Ոչ էլ հեշտ է ընթանում։ Շատ հաճախ այն ենթարկվում է մարդահրավերների, հոգևոր երաշտների, որտեղ երաժշտությունները երաշտ, սովի, անհաջողությունների եւ նման բարականերում են, որտեղ համառությունը կարող է զգալի քին բանջել, համառ լինել, ինատամար, համառ լինել, վճռագամ լինել, հարատը perseverance, persistence, կարևորը որ ես կարող եմ ջախրել այդ իրավիճակները։ Այո, դժվար է, այո, անհասկացողություն կա, եկեղեցից մեջ վիճակներ կա, որ դուրս չի գալիս։ Հովիվի կյանքի մեջ բաներ կա, որ չեմ հավանում, հավատացյալներին չեմ բարևում, եկեղեցի մեջ վիճակը քախ չէ, եւ ասեմ մարդահրավերը մեր սրբության կյանքին։ Ինչ պիտեմ։ Ամեն բան թողնեմ գնամ։ Թե պիտի հարադևեմ, բայկարեմ ու ջախրեմ այս դժվարությունը։ Perseverance, սրբության կյանքի ամենատաժան գներից մեկը հարադևել, որը ուխտ ըրած է մեր Տիրոջը։ Եվ վերջին, հաշվետվու լինել։ Մենթոր ունենանք մեր կյանքերում։ Հաշվետու լինել շատ բիդոկն է ինձ, իմ կյանքիս մասին հաշվետու լինել մարդկանց, որոնք վստահելի են, ինձ մե ավելի առաջ են հոգևոր կյանքում, բիդոկն է ինձ, որպես ես կարող եմ պահպանել իմ ընթացքս։ Եվ ավարտեմ այս մի կարճ համեմատություններով, փրկության եւ սրբության տարբերություն եւ ավելի լավ ընկալելու այս բոլորը։ Փրկությունը այն գործողությունն է, որով Աստված քո իմ կյանքում անում է ակնթարթորեն։ Ակնթարթորեն։ Սրբությունը այն գործողությունն է, որը Աստված կգադարի իմ կյանքից մեջ ամբողջ կյանքիս դեպողությամբ։ Փրկությունը ակնթարթային է, սրբությունը ամբողջ կյանքի դեպողություն է բանջում։ Փրկությունը գազադակրե ինձ մեղքի բադիժից։ Սրբագործությունը գոկն է ինձ ազատագրվել մեղքի զորությունից։ Փրկության ժամանակ Աստված մեզ գայդարար է դու արդար ես։ Իսկ սրբագործությունը ինձ արդար գանի։ Արդարության մեջ առաջ կդանի։ Ոչ միայն այսօր արդար հրճակվեցար որպես դիրք, բայց հիմա այդ բոլորը պետք է վերածվեն որպես գենսավոճ։ Փրկությունը ինձ կփրկե, նորեն կսեմ, մեղքի բադիժից, սրբագործությունը ինձ կազատագրի մեղքի հանդեպ ցանկությունից։ Մեղք գործել ցանկությունն ինձ կազատագրե։ Փրկությունը մեզ աշխարհը դուրս կհանե, սրբագործությունը աշխարհը մեր մեջից դուրս է հանում։ Տարբեր բաներ են, տարբեր փորձառություններ են այս բոլորը։ Փրկությունը կսկսի շնորհքով, իսկ սրբությունը կզարդարե մեզ շնորհքի բսակով։ Եթե այս արավոտ այստեղ ես և բայկարում ես շնորհքի, փրկության և այս սրբության կյանքի հետ կապված մարդահրավեր, բայկարում, ամեն մեկս կբայկարենք, դյուրին չէ։ Աստծո խոսքը մեզ կսե սիրտ ար։ Քո բայկարները ոչ թե քո ցախորտության նշանն են, այլ քո բայկարները ցույց են տալիս, որ Աստված գործում է քո կյանքում։ Your struggle is not proof of failure. It is often proof that God is at work in your life.
Բայկարը, անհանգստությունը, խղճահարությունը, այն ինչ որ կգադարվի մեր կյանքում, չի նշանակի որ դու ցախողվել ես, այլ նշանակում Աստված կգործե որ կյանքից մեջ եւ ինձ անհանգիստ կնե, կխղճահարե, որբեսի կարող առաջ գնամ եւ այն շնորհքը, որ մեզ կտավ փրկելու համար նույն շնորհքը բիդոկն ինձ ավարտել փրկությանս եւ սրբության կյանքը ինչու որովհետեւ նա ով քո մեր մեջ բարի գործը սկսավ կարող է նայել միջև իր ավարտին հասցնել եւ որ պիտի կասվեներ որ այս բայկարը իր ավարտին պիտի հասնի եւ Աստված մեզ պիտի բսագե սրբության զարդարանքով եւ ոնե որ մենք պիտի կարողանանք արժանանալ Դեր Հիսուս Քրիստոսի շրթներից ապրիս բարի եւ հավատարիմ ծառաս թուն որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար քեզ շատ բաներով վրա պիտի նստեցնեմ սա ոչ միայն հոգեվոր ծառայության համար է այլ քո կյանքում գայացրած որոշումների բայկարների եւ ցախորտությունների եւ հաղթանակների համար է Աստված պիտի գնահատի մեզ Դերը շնորհ կնե սիրեներ որ կարողանանք փրկության եւ սրբության կյանքում օրեց օր աճենք իբարս Աստծո եւ իշահ մեզ մնացեք